խոսեմ Սյունիքից, մեր Սյունիքի վերաբերյալ նախընտրական ծրագրից։ Սյունիք, դու պարզապես մարդ չես, դու Հայաստանի ողնաշար ես, դու սահման ես, ուժ ես, հանք ես, ճանապարհ ես, բայց ամենակարևորը դու արժանապատիվ ու կռվող մարդու հայրենիք ես։ Ցավոք, տարիներով Սյունիքը օգտագործել են, քեզնից վերցրել են հարստություն, բայց քիչ են վերադարձրել ժողովրդին։ Քո ընտանիքը շահագործել են, իսկ Սյունեցին հաճախ մնացել է աղքատ, ճանապարհները կիսաքանդ, գյուղերը դատարկվող երիտասարդը արձագանքի ճանապարհին։ Իմ առաջնորդությամբ Սյունիքի նկատմամբ լինելու է բոլորովին նոր պետական քաղաքականություն։ Սյունիքը չի կարող մնալ միայնակ։ Սահմանամերձ գյուղերում կառուցվելու են նոր պաշտպանական ենթակառուցվածքներ, ապաստարաններ, ինժեներական անվտանգության գծեր։ Սահմանապահ գյուղերի բնակիչները ստանալու են հարկային, վարկային և սոցիալական հատուկ արտոնություններ, որ այսօր գոյություն չունի։ Սյունիքի հանքերը ծառայելու են Հայաստանին, այլ ոչ թե մի քանի օլիգարխներին։ Հումքը այլևս կույր ձևով դուրս չի տարվելու երկրից։ Սյունիքում վերամշակվող գործարաններ, պղնձի, մոլիբդենի և այլ մետաղների պատրաստի արտադրանք արտադրող համալիրներ։ Այսինքն, աշխատատեղերը մնալու են Սյունիքում, հարկերը մնալու են Հայաստանում, շահույթը ծառայելու է ժողովրդին, այլ ոչ թե մի քանի օլիգարխների։ Կապան, Մեղրի, Գորիս, տնտեսական հզոր գոտի։ Ստեղծելու է Սյունիքի տնտեսական հատուկ գոտի, արտադրության և ներդրումների համար հատուկ հարկային ռեժիմով։ Մեղրին դառնալու է միջազգային առևտրային և լոգիստիկ հանգույց։ Հաջորդը դա վերաբերում է գյուղատնտեսության վերածնունդին, շատ ցավոտ թեմա։ Սյունեցին պետք է ապրի իր հողի բերքից, ոչ թե պարտքերից։ Պետությունն ապահովելու է անվճար և սուբսիդավորված ոռոգման ծրագրեր, էժան վառելիք գյուղացու համար, գյուղատեխնիկայի հասանելիություն, պետական երաշխավորված մթերում։ Սյունիքի ճանապարհները պետք է լինեն ռազմավարական մակարդակի, վերակառուցվելու են մարզային և գյուղական ճանապարհները, բառից ամենաբուն իմաստով վերակառուցվելու են, ոչ թե վերակառուցվեն, հաջորդ օրը մատուռտած ասֆալտատեղից պողվի։ Ջրագծերը, էներգետիկ ենթակառուցվածքները, ինտերնետային կապը։ Սյունիքում սյունեցի երիտասարդները պետք է ապրեն Սյունիքում, բացվելու են տեխնոլոգիական, ռազմական, ինժեներական կրթական կենտրոններ։ Սյունիքում ստեղծելու են բարձր վարձատրվող աշխատատեղեր, որպեսզի երիտասարդը չլքի իր հայրենի տունը։ Սյունիքի թոշակառուն, ուսուցիչը, բժիշկը, զինվորի ընտանիքը պետք է ապրեն արժանապատիվ։ Պետությունը պարտավոր է ոչ թե աղքատ պահել ժողովրդին նպաստելով, այլ ստեղծել պայմաններ ուժեղ ու ապահով ապրելու համար։ Սյունիք, ժամանակն է, որ քեզ այլևս չնայեն միայն քարտեզի վրա, այլ տեսնեն որպես Հայաստանի ապագա հենասյուն։ Իմ առաջնորդությամբ կառուցելու ենք արևային Հայաստան, որտեղ Սյունիքը լինելու է ոչ թե վտանգի գոտի, այլ ազգային հզորության խորհրդանիշ։ Սա Սյունիքի վերաբերյալ իմ նախընտրական ծրագրի հիմնական գաղափարախոսությունն է, հարգելի սյունեցիներ։ Ես ձեզ հետ եմ, դուք իմ հետ եք։ Հարգանքներով, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։